Շնորհակալություն Տիկին Ջուլհակյան, իմ հարցը վերաբերելի չէ տվյալ նախագծին, բայց կոնտեքստում է, այսինքն ընտրական process-ների, մենք գիտենք, որ վերջերս կաշառք, այսպես ասած ընտրակաշառք բաժանելու մասով որոշ դեպքեր արձանագրվեցին եւ այո, մեր կարգավորումը ասում է, որ ընտրակաշառք տալը դա քրեորեն պատժելի արարք է եւ մեր օրենսդրությունը այն կարգավորում է։ Բայց ինձ մի հարց է հուզում, ինչ է պատահում այն քաղաքական միավորի հետ, որը նախաձեռնել է այս գործընթացը, ինչու է քաղաքական միավորը մնում անպատիժ եւ այս process-ից դուրս, այսինքն միայն ֆիզիկական անձի մակարդակում է պատիժը իրագործելի դառնում եւ արդյոք սա այն հարցը չէ, որի մասին մենք պետք է մտորենք։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Վարդանյան, քրեական օրենսդրության տրամաբանությունից է բխում, որ պատիժը անհատական պետք է լինի, բայց բնականաբար ձեր հարցը ավելի գլոբալ է եւ փիլիսոփայական։ Նախ ասեմ, որ երբ մենք քննարկում էինք նոր քրեական օրենսգրքի նախագիծը, ես այն ժամանակ պնդում էի, որ ընտրական հանցագործությունները եւ մասնավորապես կաշառքի միջոցով ընտրությունների վրա ազդելու հոդվածը լինի պետության դեմ գործած հանցագործությունների շարքում, որովհետև ինքը ըստ էության ընտրակարգը խեղելով եւ ժողովրդավարության էությունը խեղելու նպատակ է հետապնդում եւ ինքը պետք է դիտարկվի որպես պետության դեմ գործած հանցագործություն։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես արդյոք ունեն պատասխանատվություն կուսակցությունները, որոնք պարբերաբար նման իրավիճակների մեջ են հայտնվում եւ պարբերաբար մենք ստանում ենք տեղեկություններ եւ նաեւ քրեական հետապնդումների տեսքով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ եւ նաեւ ունենում ենք դատավճիռներ, ինչը արդեն իսկ ունենք վերջին տարիներին առնվազն թիմ ընտրությունների հետ կապված, եթե չեմ սխալվում 21 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված, ես կարծում եմ, որ սա մեծ քննարկում եւ ներհասարակական քննարկման արժանի հարց է, մենք որպես հանրություն պետք է քննարկենք եւ հասկանանք ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք դիտավորյալ կանխամտածված կերպով ժողովրդավարության էությունը փորձում են խեղել ընտրությունների արդյունքի վրա կաշառքի միջոցով ազդելու տեսանկյունով միջոցով։ Ես առանձնապես արձագանքելու բան չունեմ, ամբողջությամբ համամիտ եմ, որ այն ժողովրդավարության հանդեպ գործած մեղք է եւ առնվազն մենք սահմանադրորեն ամրագրել ենք, որ մենք ժողովրդավար երկիր ենք եւ հետեւաբար առաջարկում եմ այս հարցը ակտիվ եւ արթուն պահել եւ քննարկումներ առնվազն նախաձեռնել այս առումով։ Շատ լավ։ Շնորհակալություն։